Արամ Խաչատրյանի, Վիվալդիի, Պագանինիի, Չայկովսկու եւ այլ հայտնի կոմպոզիտորների ստեղծագործությունները «Բիսեր» լավագույն գլուխգործոցները վիրտուոզ ջութակահարի կատարմամբ խորագրով համերգին։ Բեմում կլինի Հայաստանի պետական կամերային նվագախումբը։ Շատ հաճախ համերգների ավարտին հիմնական ծրագրից հետո հանդիսատեսը խնդրում է, որ արտիստները եւս մեկ բիս կատարեն, առնվազն մեկը, եւ մենք այս համերգի ծրագրում գրկել ենք թվով 20 ստեղծագործություն, մեկը մեկից լավը, եւ կարծում եմ, որ մեր հանդիսատեսը շատ մեծ բավականություն կստանա համերգից։ Համերգի դիրիժորը իսպանացի Խուան Անտոնիո Ռամիրեսն է, նվագախմբի հետ աշխատում է երկրորդ անգամ, ասում է հայ երաժիշտները նման են իսպանացիներին, փոխանցում են էներգիա եւ էմոցիա, որն ավելի է գեղեցկացնում կատարումը։ Ես գալիս եմ մի երկրից, որը երաժշտական խոր արմատներ ունի, բայց չեմ կարող չընդգծել նաև հայկական երաժշտության բարձր արժեքը։ Սա զարմանահրաշ նվագախումբ է, մեկը մեկից արհեստավարժ։ Նրանք կարողանում են նվագել տարբեր կոմպոզիտորների ստեղծագործություններ, այնքան գեղեցիկ, որ երբեմն մոռանում եմ, որ երկրում եմ։ Ուրախ եմ, որ կրկին հնարավորություն ունեմ ղեկավարելու այս նվագախումբը եւ հույս ունեմ, որ այս անգամ էլ կկարողանանք տոն պարգեւել հայ հանդիսատեսին։ Համերգի մենակատարը Գինեսի ռեկորդագիր եւ Հայաստանի վաստակավոր արտիստ ջութակահար Նիկոլայ Մադոյանն է։ Առաջին անգամ է գործակցում իսպանացի դիրիժորի հետ։ Շատ անսպասելի էր, որ Ռամիրեսը այդպիսի նուրբ զգացողություն ունի հայ երաժշտության նկատմամբ, կարծես նա գենետիկորեն ինչ-որ կապ ունի հայ երաժշտության հետ։ Շատ զգացված եմ եւ դա ցույց է տալիս մեկ անգամ եւս ցուցանիշը, որ մեր հանճարեղ կոմպոզիտորները եզակի դեր են խաղում համաշխարհային մշակույթում։ Դասական երաժշտության համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում դեկտեմբերի 1-ին։ Յուրա Վահանյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։